հարցնում են, բա դուք ում եք ձեր ձայնը տալու։ Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները խիստ անհրաժեշտ են համարում անդրադառնալ խոսակցություններին, թե խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունները կարող են իրենց ձայները տալ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից որևէ մեկին։ Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում եւս մեկ անգամ եւ ամենայն պատասխանատվությամբ։ Ձայն տալու ինստիտուտ գոյություն չունի ազգային ժողովում։ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է լինում իր ստացած ձայների միակ ու բացառիկ տերը, ընդգծում են ռեֆորմիստները։ Այդ կուսակցությունները ընտրվում են։ Ինչի համար եք դուք մտածում, որ որևէ կուսակցություն, որը գնաց ազգային ժողով, ինչ-որ մեկին ձայն է տալու։ Այդ խոսակցությունները որտեղից, ժողովուրդ ջան։ Դուք սահմանադրություն կարդացել եք, ընտրական օրենսգիր կարդացել եք։ Ես ձեզ ասում եմ, որպես պատգամավոր նախկին, չկա նման բան, նման գործառույթ գոյություն չունի, դա մանիպուլյացիա է մարդկանց սևացնելու համար։ Ռեֆորմիստների համար անընդունելի է նաև այն, որ մարդիկ փոքր քաղաքական ուժերին հաղթող չեն համարում, հաղթանակը կուսակցությունների կամ դաշինքների մեծությամբ են չափում։ Հարգելի ժողովուրդ ջան, ինչի մենք պետք է միանայինք, ասեք մեզ, ինչի համար։ Մենք մեր ծրագիրը ունենք, մենք ուզում ենք ինքնուրույն մեր ծրագրով ստանալ ժողովրդի վստահության քվեն։ Մենք կարիք չունենք որևէ մեկին միանալու։ Մենք ցանկություն էլ չունենք որևէ մեկին միանալու։ Ինչի համար մենք պետք է մեկին միանանք։ Ուժեղ պետության, մրցունակ տնտեսության, արդար կառավարման եւ ազգային շահերի վրա հիմնված Հայաստանի կառուցում։ Սա է ռեֆորմիստների ծրագիրը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցիչներն ուզում են, որ Հայաստանում ընտրապայքարներ լինեն առանց մանիպուլյացիաների, հիմնված քաղաքական մտքի ու գաղափարների վրա։ Այփիս Քեսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։